Նույնիսկ 20 թվականի փաստաթղթում օրինակ ամրագրված էր Չմոռանանք կապիտուլյացիոն էր կոչվում։ Այո, գեյների, ռազմագեյների օրինակ փոխանակման հարցը։ Նոյեմբերի փաստաթղթով դեռևս կար Արցախի գործոնը, որտեղ տեղակայում են ռուս խաղաղապահներ անվտանգություն իրականացնելու մասով եւ կար կապը նշված Լաչինի Միչանսկով Հայաստանի եւ Արցախի միջեւ եւ այլն։ Այսինքն կային որոշակի գործոններ, որոնք եթե պրոյեկտում ես 25 թվականի պայմանավորության շրջանակում դրանք առասարակ գոյություն չունեն։ Օրինակ արցախցիների ոչ միայն Արցախում լինելու հետ կապված որևէ ձևակերպում չկա, այլ առասարակ չկա արցախցիների իրավունքների վերականգնման մասին, նույնիսկ ընդհանրական ձևակերպումներ, չեմ խոսում ճանապարհային քարտեզների մասին։ Երկրորդը առնվազն Ադրբեջանի հաստատման մենք ունենք 23 հայեր, որոնք գտնվում են ադրբեջանական բանտերում, իսկ իրավապաշտպանների եւ այն մասնագետների գնահատման, որոնք 20 թվականից հետո հետևում էին սոցիալական ցանցերին, այնտեղ հայերի փաստական հաստատում են եւ այլն, նրանց խոսքով շուրջ 8 տասնյակ մարդիկ կան այնտեղ։ Զուգահեռ առկա է նաեւ անհետ կորածների հետ կապված հարցերը։ Անհետ կորածների հետ կապվածը հումանիտար մասով կան կետեր, բայց գեյների, ռազմագեյների փոխանակման կամ հայրենադարձման մասով որևէ ձևակերպում չկա, ինչը գիտեք, եւս մեր երկրում բավականին նուրբ խնդիր է։ Հիմա տեսեք, ժամանակի երբ որ մենք փորձում ենք համեմատության մեջ մտցնել, երբ որ կար Արցախը, մինչև 20 թվական եւ 20 թվականից հետո իհարկե քշորները տարբեր էին, բայց կենտրոնացումը եւ անվտանգության ուղղությամբ հիմնական հարվածները, այսպես ասեմ, Հայաստանին չէր, այլ ավելի շատ Արցախին էր եւ այս տեսանկյունից Արցախը նաեւ յուրահատուկ զրահաբաշխուն էր Հայաստանի Հանրապետության համար եւ հիմիկվա այսօրվա քննարկումները լրիվ այլ համատեքստում են իրականացում եւ դեպի Հայաստան այսպես ասած դարպասները բաց են։ Եվ մեկ այլ կարևոր հանգամանք, որ ես կարևորում եի, որ եթե նույնիսկ կետային առումով այնտեղ ամրագրված չներ, ապա գոնե դելիմիտացիայով նախատեսված առաջին փուլը ենթադրեր, դա մխրճված հատվածներում, այսինքն այդ խնդրահարույց հատվածներում, որոնք նաև թարմ են այդ հարվածների եւ նաև տարածքային կորուստներ, մարդկային կորուստների առումով, այդ հատվածներում այդ աշխատանքների իրականացումն է։